Եղբայրս։ Տվյալն է, որ այսօր ես եւ դու կարողանանք հասկանալ, հավատալ եւ ընդունել, որ Աստված ամեն ինչի մեջ սեր է։ Նորից եմ ասում, մեր ամենամեծ խնդրեմը, որ մենք չենք հավատում ամբողջ սրտով ամենակալ Տիրոջ սիրուն եւ ամենակալ Աստծո հավիտենական ծրագրին։ Հավիտենական ծրագրի բուն հիմքը հետեւյալն է, որ ես եւ դու ունենանք հավիտենական կյանք իրեն հետ։ Երբ որ մենք նայում ենք, շատ անգամ այս համարները կարտասում է հողարկարության ժամանակ, գրված հետեւյալը, որ Դավիթ թագավորը Տիրոջը դիմում էր հետեւյալ կերպ եւ իրեն նպատակ հետեւյալն էր, իմանալ իրեն կյանքի բոլոր օրերը։ Տեր ցույց տուր ինձ իմ վերջը եւ իմ օրերի շատ բոլորի չափը թե որքան անցավոր եմ ես։ Ահա թզի չափով կարգեցիր իմ օրերը եւ իմ կյանքի ժամանակը ոչինչի պես է քո առաջին բոլորովին ունայն եւ ամեն մարդ որքան հաստատել լինի։ Մի հատ հարց եմ տալիս։ Սաղմոսների մեջ գրված է մարդուս կյանքը 70 ավելի 80 տարի։ Կամ վերցնենք 100 տարի ապրել, հարց եմ տալիս։ 100 տարեկան մարդու կյանքը ինչպիսին է։ Կուզես 100 տարեկան մարդու կյանքով ապրես։ 1000 տարի ապրես 100 տարեկան մարդու կյանքով։ Ինչ է այդ կյանքը, ցավ եւ տառապանք։ Այսօր մենք կռիվ ենք տալիս սրա համար։ Երբ որ մարդը հիվանդանում է, օգտագործում է այդտեղ, գնում է բժշկի, ես չեմ ասում պիտի չգնանք, պիտի գնանք, բայց որն է նպատակը, կյանքը։ Այսօր մարդը հավատում է ժամանակավոր կյանքին, բայց չի հավատում Աստծո հավիտենական ծրագրին, որ Աստծո հավիտենական ծրագիրը, որ ես եւ դու ապրենք հավիտյանս հավիտենից իրեն հետ։ Եվ սրա համար ուղղակի ուզում եմ, որպեսզի մենք լուրջ ուշադրություն դարձնենք սրան։ Եվ լինում է պարակայ, որ մենք աղոթում ենք։ Ուշադրություն դարձեք, Պողոս առաքյալը այս վիճակին անդրադարձավ, ինքը աղոթում է, հիվանդացել է, բայց ինչ է Աստծո ծրագիրը Պողոսի հետ։ Կարդամ մեր բոլորի շինության համար։ 2 Կորինթացիս 12-րդ գլխի մեջ գրված էր, որ սրա համար 3 անգամ աղաչեցի Տիրոջը, որ նրան հեռացնե ինձանից, եւ նա ինձ ասաց. բավական է քեզ իմ շնորհքը, որովհետեւ իմ զորությունը տկարության մեջ է կատարվում։ Իմ զորությունը տկարության մեջ է կատարվում։ Զորություն հասկացողության տակ մենք առաջինը ընդունում ենք հետեւյալը, որ Աստված հրաշք է անում իրեն զորության միջոցով ամեն բան վերցնում է։ Առաջի Հովանու 2-րդ գլուխ 13-ից 15 համարները երբ որ կարդում ենք, այնտեղ գրված է 13 համարի մեջ ասում է. գրում եմ ձեզ երիտասարդներ, որ դուք հաղթել եք չարին։ 14-ի մեջ գրված է. գրեցի ձեզ երիտասարդներ, որ դուք զորավոր եք։ Որտեղից է զորությունը։ Շարունակության մեջ գրված է, որ Աստծո խոսքը բնակված է ձեզանում։ Հիմա այստեղ ամենակալ Տերը ինչ ասում, որ իմ խոսքը տկարության մեջ է կատարվում։ Հիմա Աստված ինչ է խոսը։ Այսօր մենք սա չենք տեսնում, շատ անգամ մենք մեկ ուրիշ տեսանկյունով ենք նայում։ Սիրելիս, Աստծո ամենամեծ նպատակը հետևյալն է, որ ինքը կամենում է ցույց տալ հակառակորդին, որ տկար հողից ստեղծված անոթի մեջ, երբ որ խոսքը հաստատվում է, կարող է ամեն վիճակի մեջ հաղթող դուրս գալ։ Եվ այսօր Աստված քեզ որպես մեզ ամեն մեկից ընտրել է, որովհետև ինքը տեսնում է, որ ես եւ դու կարող ենք, որ մեր մեջ Աստծո խոսքը կարող է զորությունը կորցնել։ Եվ Ղևտացիների 20-26 երբ որ կարդում ենք, սա մենք չենք ծնվել, սա ծրագիրն է Աստծո հավիտենական։ 20-րդ գլխի 26 համարի մեջ գրված է. եւ դուք սուրբ պիտի լինեք ինձ համար, որովհետև ես Եհովա սուրբ եմ, ձեզ որոշեցի ազգերիցը, որ իմը պիտի լինենք։ Աստված ինձ եւ քեզ որոշել է, որ մենք իրենը պիտի լինենք։ Իսկ հարց, իրենը պիտի պարտվի։ Մեր պարտության հիմքը այստեղից է, որ մենք շատ անգամ կասկածում ենք, շատ անգամ թերահավատ ենք։ Հակոբոսը թղթերի մեջ ինչ էր ասում, որ երկմիտ մարդը անհաստատ եւ չկարծե թե աղոթքին պատասխանը պիտի առնի։ Այսօր ես պիտի հավատամ, որ Աստված ամենակարող է, պիտի հավատամ, որ Աստված ամեն բանի մեջ բարի է։ Շատ անգամ ես օգտագործում եմ այս կերպարը Սուրբ Գրքից, հիշում եք, սա գրված է
4-րդ թագավորաց 4-րդ գլխի մեջ։ Սալումացի կնոջ հավատն եմ ուզում։ Իշքան ենք խոսել այս մասին։ Երբ որ երեխան մահացավ, գրված է ինքը իր մարդին կանչեց ասելով ծառաներից մեկին ինձ մոտ ուղարկիր եւ եշերից մեկը, որ շուտով գնամ միջև ասոյ մարդին եւ ետ դառնամ։ Ամուսին հարցնում ինչ համար ես գնում։ Ոչ այսօր ամսակլուխ է, ոչ էլ շաբաթ է, կնոջ պատասխանը հանգիստ եղե։ Հարց եմ տալիս։ Կինը ինչ ակնկալիքով էր գնում մարգարեի մոտ։ Ինքը եթե կասկածեր, եթե չհավատար, կգնար թե չէ։ Քուրեր ջան, եղբայրներ ջան, այսօր ամենակալ Աստված ուզում է, որպեսզի մենք ամբողջ սրտով հավատանք իրեն։ Աստծո նպատակը երեխայի մահը չէր, Աստծո նպատակը իրեն անունը փառավորելն էր։ Եվ այսօր Աստված ուզում է նույն կերպ ես եւ դու վարվենք։ Եվ այսօր կա հիվանդություն, քուրեր ջան, եղբայրներ ջան, մեր ամեն մեկի ցանկության կամ մեր խելքի պատճառով է։ Հիշում եք Հակոբի թղթերի մեջ, երբ որ մենք կարդում ենք 1:14-15 համարների մեջ գրված է հետևյալը. ամեն մարդ փորձում է բուն իրեն ցանկությունից խաբված եւ հրապուրված։ Երբ որ ցանկությունը հղիացած է, ծնում է մեղքը, մեղքն էլ մահը կծնի։ Հիմա այստեղ Աստված գործ չունի։ Անձնավորությունը ինքն է հեղինակը։ Պողոս առաքյալը երկու տեղ անդրադառնում է հետևյալ մտքին. միք տրտմեցնեք Սուրբ Հոգին կամ միք մարեք Սուրբ Հոգին։ Որն է Սուրբ Հոգու գործունեությունը։ Հովանու ավետարան, երբ որ մենք կարդում ենք, գրված է Սուրբ Հոգին կգա, ձեզ կխրատե, ձեզ կսովորեցնե։ Հիմա Սուրբ Հոգին բազում անգամ մեզ հետ խոսել է կրկով, խոսել է եղբայրների միջոցով, խոսել է կարող է առանձին քեզ հետ անհատապես, բայց այսօր դու կասկածում ես ամենակալ Տիրոջ խոսքի վրա։ Սիրելիս, դու Տիրոջ բաժինն ես։ Ինչ վիճակում որ եկել ես, ընկած ես, խնդիրների մեջ ես, մեղքերի մեջ ես, Աստված քեզ համար այրուն է թափել։ Եվ քեզ գնել է, եւ ինք Աստված այդ այրունը չի անտեսում։ Ինք ուզում է, որպեսզի այսօր դարձիկաս ապաշխարես եւ ունենաս հավիտենական կյանք։ Բայց ցավոք մենք շատ անգամ կասկածում ենք այս վիճակին։ Սիրելիներ, այսօր նայեք երկրի աշխան անձնավորություններ կան, որոնք որ հիվանդություն չունեն, բայց Աստծո հեռու մարդիկ են։ Ասապը այս տեսանկյունն ուներ, մտածում էր, որ Աստծուն հավատացող մարդը նեղություն պիտի չունենա, խնդրեմ պիտի չունենա, եւ 73-րդ Սաղմոսը շատ անգամ խոսվել է։ Տողերը հետևյալն է, երկրորդ համարից քիչ է մնացել ոտքերը սրվել։ Ինչի համար նախանձով լսվեցը հպարտների վրա ամբարիշտների խաղաղությունը տեսնելիս։ Այսինքն, Ասապ ինքը այդ ամենը չուներ։ Եվ շարունակության մեջ, երբ որ մենք կարդում ենք, նայեք ինչին է անդրադառնում Ասապ, որն է իրեն այդ շեղվելու խնդրը, որտեղ նրանք ցավ չունեն միջև իրենց մահ, եւ նրանց մարմինը փափուկ է։ Նրանք մարդի նեղության մեջ են, ուրիշ մարդկանց հետ չեն տանջվում։ Սիրելիս, ուղղակի ուզում եմ սա հասկանաս։ Ամեն բան Տիրոջ ձեռքերի մեջ է։ Ողջ Երեմիա 3-րդ գլխի 37 համարի մեջ գրված է. ով է նա, որ ասի եւ կատարվի, եթե Տերը չի հրամայ։ Այսօր Հոբի տառապանքները, եթե Աստված թույլ չտար, ցանկը չբացեր, հակառակորդը կարող էր ներս մտնել։ Իսկ ո՞րն էր նպատակը։ Հոբը սա հասկացավ վերջնակետում։ 42-ի 5 համարի մեջ գրված է. ականջի լսելով լսել է քո մասին, բայց հիմա իմ աչքը տեսնում է քեզ։ Այսինքն Աստծո նպատակը մեկ բան էր։ Մատթեոս ավետարան 5-8 համարի մեջ գրված է. Երանի սրտով մաքուրներին, որ ասում կտեսնեն։ Այսինքն Աստված Հոբի հետ աշխատանքը տարավ միակ բանի համար, որ Հոբը ասում տեսներ։ Բայց մի հարց, մենք սա կարող ենք տեսնել բարի։ 42-ի 3-րդ համարի մեջ Հոբը հասկացել էր։ Հասկացավ Աստծո հավիտենական ծրագիրը։ Աստված ինձի հրաշալի բաներ կներ, բայց ես չէի հասկանում։ Մարդկայնորեն ո՞րն էր այդ հրաշալին։ Ցավը, տառապանքը, նեղությունը։ Ինչպես եղբայրը ասեց, այսօր մենք ցավի, տառապանքի, նեղության մեջ միշտ տրտնջում ենք։ Բայց սա Աստծո ծրագիրը չէ։ Ուշադրություն դարձեք, երբ որ նայում ենք Սուրբ Գրքի մեջ, այն անձնավորությունները, ովքեր անապատի մեջ տրտնջացին, բոլոր ընկան։ Եվ ամենակալ Աստծո կամքը սա է, իմ եւ քո վրա։ Առաջի Թեսաղոնիկեցիս 5:18-ում գրված է. ամեն բանի մեջ գոհացեք, որովհետև սա է Աստծո կամքը ձեր վրա Հիսուս Քրիստոսում։
Հիմի հարցան, լենորվա մեջ ամեն մեկս կկոհանանք, նեղության, հիվանդության, ցավի տառապանքի մեջ եղել է որ կոհանանք։ Հոբի համար գրված է, որ ուղիղ աստվածավախ կատարյալ մարդ էր, որ անձնավորությունը այդ կորուստի մեջ կարողանար Տիրոջ անունը փառավորել։ Տերը տվեց, Տերը վերցրեց, Տիրոջ անունը օրհնյալ է։ Այս ամենի հետևանքն է, որ Հոբի կյանքում Աստված իրեն փառքը ցույց տվեց։ Քուրեր ջան, եղբայրներ ջան, նորից եմ ասում, այսօր ասել նպատակը մեկն է։ Աստված ամեն հնարքներ փնտրում է, ամեն բան անում է լոկ միայն մեկ բանի համար, որ ես եւ դու դառնանք դեպի Տիրոջը։ Որ աքսորվածը այդ աքսորից հետ դառնա, որ կերին կերությունից հետ դառնա, որ հիվանդը հիվանդությունից հետ դառնա, որ մեղավորը մեղավորությունից հետ դառնա եւ Տիրոջ հետ ապրի։ Տիրոջ անունը փառավորել։ Քուրեր ջան, եղբայրներ ջան, Աստված թողները, ուղղակի մի հատ միտք եմ ուզում ասել, այդ այսօր ես եւ դու հավատում ենք հետեւյալին, որ Աստված եկել է լոկ միայն մեզ մարմնավոր բժշկելու, այդ այսօր ամեն մեկիս հիվանդությունները, այսօր ամեն մեկիս հիվանդությունները վեր առնի, եկուս նորից կարող ենք հիվանդանալ։ Աստծո նպատակը հետեւյալն է, բժշկել հոգեվորը, որ ես եւ դու հավատանք իրեն հավիտենական սիրուն, հավատանք իրեն հավիտենական ծրագրին։